Քանի որ անողորմ է լինելու նրա դատաստանը, այսինքն Տիրոջ դատաստանը, ով ողորմած չի եղել։ Իսկ ողորմությունը գերազանցում է դատաստանին։ Ինքը նայելու է, դու կանգնելու ես Տիրոջ առաջ, ինքը տեսնելու է։ Լավ, մեկը իմ դեմ մեղք գործեց, ես ողորմած եղա, թե ես այդ մեղքին սենց ոնց որ պետք էր պատասխանեցի ու պահանջեցի, որ արդարություն լինի։ Աստված էլ ասում է բարի, դու էլ որ կանգնես իմ առաջ, ես էլ իմ արդարությունը պիտի պահանջեմ, դե պատասխանիր։ Բայց եթե դու ողորմած ես մեկի նկատմամբ, քո դեմ սխալ են գործել, 100% սխալ են գործել, բայց դու ներել ես, դու ողորմած ես եղել այդ մարդու նկատմամբ, չես գնացել ու չես տարածել այդ ամեն բանը, այդ ժամանակ էլ որ կանգնես Աստծո առաջ, Տերն էլ քո նկատմամբ է ողորմած ելնելու, ու իր դատը բարձր չի դնելու, քո ողորմությունը իր դատից բարձր է դնելու։